Ես էզի ջերմ բարևներ եմ բերել մեր տարածքից, այդ Բելգիայի, Հոլանդիայի այդ կողմից և Ռոտերդամի տարածքից եղբայրները ջերմ բարևում էին, Աստված օրհնի փոխանցեմ։ Եղբայրներ քույրեր ջան, Աստված ինքը հրաշալի է։ Ես երբ որ լսում էի խոսքը եղբայրների միջոցով և այս երգի միջոցով էլ խոսքեր կային, ասում եմ, երբ որ դու Սուրբ Հոգին իմ մեջս վառեցիր, այդ կրակը, երբ որ վառեցիր։ Եվ այդ ժամանակ եղբայրներ քույրեր ջան, մարդու կյանքում հրաշք է սկսում։ Մարդու կյանքում հրաշք է սկսում, ու այդ մարդը սկսում է իր կյանքը այլ ձևով ապրել, եղբայրներ քույրեր ջան։ Եվ սկսում ենք իր կյանքը նորոգել, նորոգության ճանապարհով գնալ։ Ով է օգնողը, Տերն է օգնող այդ բոլորի մեջ։ Բայց դրա համար շատ կարևոր է, որ մենք ուշադրություն դարձնենք Տիրոջ, եղբայրներ քույրեր ջան։ Տեսեք, ես նայում եմ ամեն մեկիդ եւ ես էլ ձեր հետ միասին մենք բոլորս ճշմարիտ այդ որդատունքի վրա պատվաստված ճյուղերն ենք։ Մենք տարբեր ենք եղել, բայց մենք ճյուղերն ենք։ Եվ մենք մեկս մեկի պարտավոր ենք սիրել, որովհետեւ մենք չենք ընտրել մեկս մեկի, Աստված է ընտրել մեզ բոլորիս։ Եվ դրել է մեր մեջ եւ ասել է, որ պիտի սիրես քո կողքի ճյուղին։ Դու պիտի աշխատես հավատարիմ լինես եւ քո հավատարմությունով շինության գործ կատարես։ Եվ այդ ժամանակ ծառը փառավորվում է, եղբայրներ քույրեր։ Ինչի համար, որովհետեւ ճյուղը լսող ճյուղ է։ Ճյուղը ուշադրություն դարձնող է։ Որդատունքի օրենքին ու կյանքին հաղորդ ըլնող ճյուղ է։ Եվ դրանով Աստված փառավորում, եղբայրներ քույրեր ջան։ Դրա համար շատ կարևոր է, որ ամեն մի անձնավորություն ինքը զգուշություն անի իր անձին եւ իր վարդապետության, դա Աստված ասում։ Դա գրված է նաեւ Աստվածաշնչի մեջ, եղբոր միջոցով էլ ասվեց, որ Աստված տեսավ այդ մարդու սիրտը։ Եվ այսօր մի փոքր ասենք, կուզենայի կիսվեք, աշխատեմ շատ հակիրճ, բայց ամեն բանից առաջ ես սիրում եմ, այս համար ես շատ անգամ կարդում եմ եւ նորից կուզենայի կարդալ, որպեսզի ասենք ուշադրություն դարձնենք մեր այսօրվա քայլին, մեր այսօրվա գործին, հիմա որ դու ստեղ գտնվում ես։ Ասում է, եկեք Եհովայի լեռը, Հակոբին Աստծո տունը ելնենք, որպեսզի, այստեղ ես էլի կարդացել եմ, շատ տեղեր եմ կարդում, ուղղակի իմ համար եմ կարդում, մեր բոլորի համար։ Նորից եմ կարդում, եկեք Եհովայի լեռը, Հակոբին Աստծո տունը ելնենք, գրված է Եսայի մարգարեություն 2:3 խոսքից։ Հակոբին Աստծո տունը ելնենք, որպեսզի մեզի իր ճամփաները սորվեցնե ու անոր շավիղներուն մեջ քայլենք։ Մեր աճին, որպեսզի ոչ մի բան չխանգարի։ Ուրեմն ելնենք Եհովայի լեռը։ Քույրեր եղբայրներ ջան, Աստվածաշնչի մեջ Սաղմոսի մեջ հետարքիր բան ասում 87 Սաղմոսը առաջին խոսքից ասում է անոր հիմերը սուրբ լեռներուն վրա են։ Տեսեք, ասում է ելնենք այդ լեռը։ Եստեղ ասում է անոր հիմերը սուրբ լեռներուն վրա են։ Ու ասում է Տերը Սիոնի դռները Հակոբին բոլոր բնակարաններեն ավելի կսիրե։ Սիրում է Հակոբի բնակարանները։ Բայց Սիոնի դռները, Սիոնը դա լեռն է, ավելի է սիրում։ Ինչի համար։ Որովհետև ոչ թե ես բավարարվում եմ մենակ խոսքը լսելով, սովորելով, մենք գիտենք, որ հրեաները սինագոգաներում հավաքվում են, լսում են, սովորում են, կրթություններ են ասնում, վերջապես հոգևոր դպրոցներ են ավարտում, մարդիկ կարողանեն, բայց Սիոնի դռները Աստված ավելի է սիրում։ Դա որն է։ Դա այն է, որ ասում է մտի քո ծածուկ սենյակը։ Դա այն է, որ դու Տիրոջ հետ ես, ով է անիկա, որ իր սիրականին կրթնած, անապատեն դուս կուքա։ Սիոնի դուռը դա է։ Սիոնի դուռը այն է, ինչքանով որ ես հասկանում եմ, եղբայրներ քույրեր ջան, այն է, որ դու Տիրոջ հետ աճում ես։ Երբ որ մենք նայում ենք երկոց, այնտեղ անհատական կյանք է ասում, դա Սիոնի դռան մասին է ասում։ Այն մարդը, որ պարկում է այդ կինը, ասում է դուռը ծեծեցին, ասես բաց արա, ասեց արդեն պարկել եմ, արդեն պատրաստ, արդեն պետք է քնեմ եւ հետո ազդում է իր վրա, ասում է ես ճիշտ չարեցի, հավատարիմ չգտնվեց, ես պիտի գնամ դուռը բացեմ։ Դուռը բացում տերմա չկա, ոչ թե միայն դուռը պիտի բացեմ, ես պիտի ինգնեմ մանգամ իրան։ Ոչ թե մենակ մանգամ անգամ, եթե ինձի անգամ հալածեն էլ, այնտեղ հալածում են իր վրա, կարող է ծիծաղում են, կարող է վիրավորում են,
ասում է չեք տեսել իրան։ Ոնց նա ինքը, այսպիսին է եւ վերջապես մի խոսք ասում, այդ խոսքը շատ եմ սիրում, եղբայրներ քույրեր, ասում է իրա նմանը չկա։ Այո, որ իմ ու քո համար Սիոնի դռների մեջ գտնվելով, երբ որ մեր համար եղավ իրան նմանը չկա, եղբայրներ քույրեր, մենք շատ բաներ կանենք։ Երբ որ դու մեկի շատ ես սիրում, իր ներկայությանը դու սկսում ես փափագել։ Դու ոչ թե մենակ ասում ես, որ ես իրան սիրում եմ։ Դու ոչ թե մենակ այդ սիրո խոսքն ես ասում, նաև սիրո արտահայտությունը ու կյանքն ես ցույց տալիս։ Ասում ապաշխարեցեք եւ ապաշխարությանը արժանի պտուղներ բերեք։ Պտուղը ո՞րն է։ Հիմա կարող է մի բան չի ստացվում, դժվար ալնում։ Եղբայրներ քույրեր, դա այնպես չի որ միշտ պետքա լավ լինի, հեշտ լինի։ Լավ է որ ասենք ուղիղ է գնում, լավ է որ բարձրանում է մարդնակից, բայց լինում է մարդու կյանքում, որ ընկնում է, հելնում է։ Ես շատ բաներ կաշխատեմ բանավոր, որ թե պատրաստել էի ասել, եղբայրներ քույրեր, գրված է երկու հոգի գնացին տաճարը աղոթ կանելու։ Մեկը փարիսեցի էր, մեկը մաքսավոր։ Եղբայրներ քույրեր, երկուսն էլ ճյուղ էին, երկուսն էլ Իսրայելի ցեղից էին։ Մեկը փարիսեցի էր, մյուսը պահում էր օրենքը, մյուսը կարգը կատարում էր, ոնց որ կար անում էր, այն մյուսն է մաքսավոր էր։ Գիտեք, ես ինչի վրա ուշադրություն դարձեցի, երբ որ տես խորում է այդ բանի վերաբերյալ, եղբայրներ քույրեր, մաքսավորը ուրիշ տեղ չգնաց։ Մաքսավորը ասեց թեկուզ ես գամ, թեկուզ ես ուրիշ տեղ չունեմ, որու երթամ, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Ես ծունկի կգամ, երեսս կիչացնեմ, կուրսկս կծեծեմ, ողորմե ինձի, ես հասկանում եմ Տեր, որ ես սխալ եմ արել։ Կարող է կողքինը կանգնած է, կարող է դու այսօր ընկած ես, քուրս եղբայրս, բայց երբ որ դու անկեղծ ես, երբ որ դու ուրիշ տեղ չունես գնալու, երբ որ դու պապային շատ ես սիրում, իր ներկայությունն ես սիրում, թեկուզ խոնարհվես, հոր ոտեր ընկնես, անառակ որդին ասես, գնամ ասեմ հայր, ես քո դեմ ու երկնքի դեմ մեղանչել եմ, ինձ ինթունի կոնես քեզ որպես ծառա լինեմ։ Հայրը էլ չթողեց շարունակի, ասեց նոր հանդերձներ բերեք, կոշիկներ բերեք, իր մատի մատանին հանեց դրեց, ցուլիկը մորթել տվեց եւ ասեց իմ որդիս մեռած էր եւ ակենթանացավ։ Հիմա այս մարդը տեղ չունի գնալու, բայց գալու է հոր մոտը։ Հոր ոտերի մոտից չի ուզում հեռանա։ Սիոնի դուռ, եղբայրներ քույրեր։ Սիոնի դուռը սիրողը ինքը փնտրում է Տիրոջ ներկայությունը։ Եղբայրների միջոցով էլ ասվեց դրա մասին, ուրեմն թող Տերը օգնի մեզի, քույրեր եղբայրներ ջան։ Գրված է այստեղ հետաքրքիր բանը, ուրեմն Հոբիտ խտի մեջ 22:30 խոսքը։ Անմեղը պիտի ազատե, անմեղը գրված է պիտի ազատե, եթե Աստված քեզի անմեղ արեց, հիշում եք, այդ կինն էլ չէ, մեղք էր գործել, եկավ Հիսուսի ոտքերը լվաց, արցունքներով սրբեց։ Եղբայրներ քույրեր, ոչ թե կարգն էր, որ իրան այդ ազնվորությունը հրավիրել էր իր աստուն, ուրեմն այդ մարդը արդեն Աստծո առաջ բարձրացավ։ Այդ մարդը էլի շնորհք արեց, լավ էր, բայց երբ որ կինը եկավ, Հիսուսի ոտքերը լվաց, ասում է ես քո տուն եկա, Սիմոն ասում է, դու իմ ձեռքերից ջուր չտվեցիր։ Սիոնի դուռը, ասում է ինքը իր արցունքներով իմ ոտքերս լվաց։ Ասում է եկա դու անուշահոտ բան չտու, ասում է բայց ինքը անուշահոտ յուղով ոտքերը սոցեց։ Դուք տարբերությունը զգում եք եղբայրներ քույրեր։ Ինչ եմ այսօր ես պատրաստ Տիրոջը համար անելու։ Ուզում եմ անեմ Տեր, ուզում եմ քո կամքդ կատարեմ Տեր։ Երբ որ պատրաստականությունը կա, եղբայրներ քույրեր, Աստված տեսնում է դա։ Տեսեք, ուստեղ ներքև ասում է ու քո ձեռքերուդ մաքրությունով պիտի ազատես, եղբայրներ քույրեր։ Քո ձեռքերուդ մաքրությունով պիտի ազատես։ Ես մի փոքր նորից անդրադառնամ Փարիսեցի մաքսավորի աղոթքին, եղբայրներ քույրեր, ընդ գրած չի որ մաքսավոր արդարացած չգնաց։ Ասում է, «Էսի ավելի արդարացած գնաց, քան թե նա»։ Բայց եղբայրներ քույրեր, որն էր Աստծո առաջ բարձր, ինչի համար ավելի արդարացած գնաց, որովհետև ինքը վստահեց Տիրոջը։ Քույրեր եղբայրներ ջան, տեսեք, դրա համար շատ կարևոր է, որպեսզի մեր կյանքի մեջ մենք այդ process-ի մեջ քայլող մարդիկ լինենք։ Ուրեմն գրված է հետևյալը, ասում է, երբ որ
Ես փորձում եմ ասենք տեղեր կամ մի քիչ կրճատեմ։ Ասма ուրեմն կուզենայի կարդալ ուրեմն Հովանու ավետարան 3-րդ գլուխ 19 խոսքը։ Ասма այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ, ու մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին, քանզի իրենց գործերը չար էին, բացի ամեն ով որ չարը կգործե, անիկա լույսը կատե եւ լույսին քով չի գար, որպես իր գործերը չհանդիմանվին, բայց ան որ ճշմարտությունը կգործադրե, լույսին քով կուքա, որպեսի հայտնի լա, թե իր գործերը աստուծմով գործվեցան։ Ուրեմն եթե ես ուզում եմ, որպեսի իմ գործերս աստուծմով գործվեն, ես պետքա ճշմարտությունը ինչ անեմ, դեղ ասում եմ գործես, դեղ ասում եմ գործադրե, այսինքն այդ գործը ընթացք տամ, այդ գործի մեջ քայլեմ, քուրեր եղբայրներ ջան, եւ տեսեք ասում եմ, վերևը ասում էր, այս է դատապարտությունը, որ լույսը աշխարհ եկավ եւ մարդիկ խավարը լույսեն ավելի սիրեցին։ Եթե ես սիրում եմ լույսը, ես պետքա դեպի լույսը գամ, քուրեր եղբայրներ ջան, ոչ թե ասենք փախնեմ լույսից, Փարիսեցին չփախավ, ինքը եկավ լույսին։ Եվ դրա համար Աստված իրան արդարությունը սեպեց, եղբայրներ քուրեր ջան։ Մյուս կետը, որ կուզենայի նաև մի փոքր կանգ առնել, որը որ շատ կարևոր է, քուրեր եղբայրներ ջան, Փարիսեցի եւ Մաքսավորի աղոթքից մենք տեսնում ենք, որ ասենք այս մարդկանց մեջ ինչ էր առաջացել եւ շատ մեծ նշանակություն կա։ Ես վերջերս սրա վրա ուշադրություն դարձեցի Հովանու ավետարան 15-րդ գլուխ մեզ բոլորիս հայտնի շատ համար է, որ գրված է ճշմարիտ որդատունքի մասին։ Ես այս վերջի ժամանակները շատ եմ այս համարի վրա մտածում, որովհետև ես երբ որ նայում եմ ամբողջ Աստվածաշնչի մեջ, ինչ որ մենք կարդում ենք, բոլոր Աստծո խրատները, պատվերները բերում են այս խորհրդով ավելի լավ եմ ես պատկերացնում, եղբայրներ քուրեր ջան։ Տեսեք, հատկապես առաջի խոսքի վրա ես կանգ առա։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրս մշակն է։ Ես դες մտածում եմ մի հետարքիր բան բացվեց, չգիտեմ, ես հավատում եմ, որ դա էլ Աստծո ողորմությունով է։ Եղբայրներ քուրեր, ի՞նչ է նշանակում այս բանը։ Գիտեք, երբ որ երեխան փոքր է, երեխուն ի՞նչ է պետք։ Մենք շատերը ստեղ ծնող ենք, չէ՞։ Երեխուն ի՞նչ է պետք, որպեսզի սնունդ լինի, չէ՞։ Եվ մաքուր լինի։ Երեխան հանգիստ կլինի։ Բարենպաստ աճն է։ Եվ ասում է, ես եմ ճշմարիտ որդը, ճյուղին սնունդ տվողը որդն է։ Եվ իմ հայրս ինչն է, մշակն է։ Տենում է, ինչ որ իմ կյանքի մեջ պետք չի, ինչ որ վատ է, ինքը ինչ անում, կտրում է, եղբայրներ քույրեր։ Եվ որ ես այդ որդատունքի վրա հաստատվում եմ, եւ որ ես սկսում եմ այդ սնունդը ուտել, իմ կյանքի մեջ սկսում է հրաշք կրնել, իմ մեջ աճ ալնում, իմ հոգիս իր հոգու հետ մեկանալով նոր ընթացք է գալիս։ Շունչս, մարմինս սկսում է փոխվել, արդեն պտղաբեր է դառնում, եղբայրներ քուրեր ջան։ Եղբայրներ քուրեր ջան, այն մարդը, որը որ այս կյանքին հաղորդ չի լինում, իր համար շատ դժվար է։ Ես մի փոքր ստեղ կարդամ մի քանի համարներ, մի քիչ ներքև ես մի այտենց ներքև ոնց որ որոշ համարները կարդալով։ Հիսուս ասում է 4-րդ խոսքը. Իմ մեջս կեցեք ու ես էլ ձեր մեջ, ինչպես ճյուղը չի կրնար ինքն իր մեջ պտուղ բերել։ Եղբայրներ քուրեր, Աստված ասում է, դու չես կարող ինքդ քեզանից պտուղ բերել։ Ինչի համար, որովհետև ես վայրի ձիթենից պոկված ճյուղ եմ, չեմ կարող տամ։ Ընդհանրապես մեր եղբայրներից մեկը հետարքիր ասում, աշխարհի մեջ հակառակն ալնում, գիտեք, վատ ծառի վրա լավ ճյուղ են պատվաստում, բայց Աստված մեր կյանքի մեջ հրաշք արել, լավ ծառի վրա, լավ որդատունքի վրա, մեզը, որ ես, որ մի ժամանակ անպետք էի, բերե պատվաստել է։ Եվ ստեղ ասում է, իմ մեջս կեցեք, ու ես ձեր մեջ գրավական կա, ինչպես ճյուղը չի կրնար ինքն իր մեջ պտուղ բերել, եթե որդին վրա հաստատված չլա, նույնպես դուք չեք կրնար, եթե ին վրաս հաստատված չըլլաք։ Ան, որ ին վրաս հաստատված է, մի քիչ ներքև գրված է, ես ալ անոր վրա, եղբայրներ քույրեր, չի ասում հաստատված ըլելը մի հատ փորձենք պատկերացնենք, ինչ է նշանակում հաստատված։ Կա որ ճյուղ դնում ես, չի հաստատվում, չի ընդունում, բայց այն, որ ին վրա հաստատված է, երբ հալնում է հաստատությունը, երբ որ դու պայքարում ես քո կյանքի մեջ, երբ որ դու հինին չես ասում, եթե ասենք մեղք չեն գործում, սուտ կխոսենք, բայց ինչ ենք արել,
հետին բաները թողել ենք, ինձի համար առաջինն է պետք, հաստատվելն է պետք։ Ճանաչիր ճշմարտություն ու ճշմարտությունը քեզի կազատի, ինչից կազատի, վայրենի ձիթենից կազատի, եղբայրներ քույրեր։ Ինչի համար այսօր մեր կյանքի մեջ շատ դժվարություններ, շատ պայքարներ, եղբայրներ քույրեր ջան, որովհետև վայրենի ձիթենին մեզի շատ անեղություն տալիս։ Եղբայրներ քույրեր ջան, այստեղ հետարքից տես եսի մոտս տես մեջ բերում եմ գրել, տես խորհում էի, ասենք ճշմարտություն սիրողը ճշմարտությունից երբեք չի խռովի։ Ես խորում եմ բան, տես հետագիրս մոտս ասես գրի եմ արել։ Երբեք ու երբեք այն մարդը, որը որ ճշմարտությունը սիրում է, եթե իրան ճշմարտություն ասում են, եթե ճշմարտությունը իրան բան բացում է, ինքը երբեք չի խռովի։ Նայենք մեզ եղբայրներ քույրեր ջան, եթե բաներ կան, որ մեր մեջ մենք խռովում ենք, ասում ենք դե լավ, խի սենց եղավ, բախի սենց ասես, կամ ինչի սենց եղավ, ճշմարտությունից չի խռովի։ Դու քննի տես, եթե այդ բանը իմ մեջ, եթե քննեմ տնամ, եթե այդ բանը իմ մեջս կա, ես ինչ պիտի անեմ։ Ես պիտի փոխվեմ, ես պիտի ընդունեմ ճշմարտությունը։ Որովհետև անպտուղը էդի վայրին է, էդի վայրի ձիթերին է, եղբայրներ քույրեր ջան։ Վայրի, եթե ես ուզում եմ հին բանով, կյանքով ապրեմ, էդի վայրի կյանքն եմ ես ընտրում։ Վայրին ինձի պտուղ երբեք չի տա։ Ես թե շարունակություն ասում եմ, ան որին վրաս հաստատված է, եւ ես անոր վրա, անիկա շատ պտուղ պիտի բերե, վասնզի առանց ինձի բան մը չեք կնրանել։ Տեսեք ինչ ասում, ասում է 14 խոսքը, դուք իմ բարեկամներս եք, եթե անելու ըլլակ ինչ որ ձեզի կպատվիրեմ։ Եղբայրներ քույրեր, Աստված մեզի որդատունքը մեզի բարեկամ է համանում։ Ես իմ մյուս կողքի ճյուղերին պետք է տեսնեմ որպես բարեկամ։ Որպես բարեկամ Քրիստոսին ու որպես մի ընտանիք, եղբայրներ քույրեր ջան։ Հիմա երբ այդ բարեկամությունը հաստատվում, ասում եմ, եթե ընելուլն եք այն ամեն ինչ, որ ես ձեզ ասեցի, քույրեր եղբայրներ ջան, դրա համար շատ կարևոր է, եթե ես ուզեմ հաղորդ լնեմ որդատունքին, ես պիտի իմ կյանքի մեջ դեմ դնեմ։ Աստծո խոսքի մեջ այդտեղ ես նորից բան արել, տեսեք, բաներ կան, որ Աստված ինքը տեսնում է։ Դե փարիսեցիների մասին գրված այստեղ կա, ասում է, եւ Աստված տեսավ, անցած անգամ ես ճիշտ ասած լսում էի պաշտամունքը, այստեղ մեր մասի պաշտամունքը լսում էի, եւ եղբայրները խոսացին կնոջ մասին, որը որ ավելին գցեց եղբայրներ քույրեր ջան, ես մտածում եմ, ասում եմ, տես ինչքան հետաքրքիր է, հարուստը գցեց, իհարկե հարուստ ավելի շատ գցեց, քան թե այդ կինը։ Մենք երևի բոլորս այս մտածել ենք, անցել ենք, հարուստ ավելի շատ գցեց, բայց եղբայրներ քույրեր ջան, հիմա փորձենք տեսնենք համեմատությունը, այդ կինը ինչքան որ գցեց, եթե այդքան հարուստը գցեր։ Ասում եմ, ինքը իր ամբողջը գցեց։ Դուք պատկերացնում եք, այդ կինը ինչքան էր որդատունքին վստահում, ինչքան էր ինքը սիրում, իր ամեն ինչը գցեց։ Ասում եմ, եթե մեկը ինձի սրանից ավելի չսիրի, ինձի արժանի չի։ Հիմա կարող է մենք ասում ենք, դե լավ, այսքանը պաշտամունքի գնանք, այսքանը գնանք այցելության, այսքանն էլ մեր համար ապրենք։ Բայց երբ որ մարդը ամեն բան, ինչ որ անում է, աշխատում է Քրիստոսով անի, եղբայրներ քույրեր ջան։ Եվ այդտեղ ասում է, եւ Աստված տեսավ։ Քուրս եղբայրս, դու մտածի, որ Աստված չի տեսնում։ Հիմա դու նստած ես, Աստված տեսնում է քո խորհուրդդ, քո միտքդ, քո նպատակդ, ինչի համար ես դու տես խորում։ Ինչի նկատի ունես։ Դու որ մեկին գնում ես մի բանով օգնում ես, Աստված տեսնում է, ինչի համար ես դու օգնում։ Ես հիշում եմ, որոշ ժամանակներ առաջ տենց դուրսից ուրիշ ազգ մարդիկ կային, որոնք որ պաշտամունքի են գալիս։ Ոնց որ մեզի Աստված սովորացնում է, ոնց որ մեր ավագ եղբայրները մեզ սովորացել են, մենք էլ աշխատում ենք ինչով որ կարող ենք ծառայություն անել, օգնել, վերջապես այդ մարդը ինձ գիտեք ինչ ասեց։ Ասեց, Վահագ ասեց, ինչի համար ես դու օգնում մեզի։ Ու այդ մարդը ասենք այդ մարդը էլ հավատացյալ էր։ Ասեմ ոնց ինչի համար ես օգնում։ Մեզ Հիսուսն է սովորացնում։ Գիտեք ինչ, մարդու մեջ ավտոմատ միտք է աշխատում։ Ինքը որ օգնում է, մի բան ինքը սպասում ունի, կամ ինչ-որ մի բան նպատակ ունի, կամ ինչ-որ մի բան ծրագրել է։ Եղբայրներ քույրեր, եթե Աստվածը մեզի շարժող ուժը, մեր կյանքի մեջ ամեն բան փոխվում է։ Դու չես նայում մեր շատ բաների, դու նայում ես որի մեջ
Աստծո անունը կփառավորվի, որտեղ որ Աստված կշահի, որտեղ որ Աստծուն բարի կլինի։ Ես եկել ես բանի վրա էլ տենց ուշադրություն դարձել եղբայրներ քույրեր ջան, մեր պատկերացրած աստվածապաշտությունը մեզի պետք չի, ոչ էլ Աստծուն է պետք։ Աստծո ուզած աստվածապաշտությունն է պետք։ Հիշում եք, այդ դահեկանների վրայով էլ ես ժամանակներ առաջ տենց էլի մտածում էի, ասում դահեկաններ, եթե չեմ սխալվում, այդ գումարի միավորը։ Ասում մեկին տվեց 2, մեկին տվեց 5, չէ՞։ Վերջապես մեկին 1, եւ երբ որ եկավ ինչ արեց։ Ինքը պահանջեց։ Ինքը չասեց, այդ դահեկանի փոխարեն ինձի բարդեր արա, ինձի կաթ տուր, մածուն տուր, ուրիշ բան չասեց։ Ասեց Տեր, դու ինձի 1 ես տվել, դու ինձ 2 ես տվել, ես քեզի ահա 2 հետ եմ վերադարձնում։ Ինձի 5 ես տվել, 5 եմ վերադարձնում։ Աստված հոգի է, եւ այդպես էլ ինքը ուզում է իրան երկրպագողները, պաշտողները, որպեսզի երկրպագեն հոգով եւ ճշմարտությունով։ Աստված իր ուզած ձևով է ուզում, որպեսզի մենք լինենք։ Ծառին, որդատունքի, կամքի, օրենքի համեմատ ես պիտի լինեմ, եղբայրներ քույրեր։ Այդ ժամանակ դա տեղ կգտնի։ Ասում եթե անգամ մարմինդ այրելու տաս, անձդ եթե ասենք մի խոսքով ունեցվածքը ծախես, աղքատներին տաս, ինչ էլ որ անես, բայց եթե սեր չունեցար, ինչ ես, ոչինչ ես Աստված ասում է։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի Աստծո ուզած ձևով մեր չափանիշը լինի, մեր մոտեցումը լինի։ Թող Տերը օգնի մեզ, քույրեր, եղբայրներ ջան, որպեսզի մենք այդ բոլոր բաներին ուշադրություն դարձնենք։ Ես շատ չեմ ուզենա երկարացնեմ, վերջի խոսքս կուզենամ կարդալ եւ վերջացնել մխիթարական խոսք, ուրեմն գրված է Եբրայեցիս 13-րդ գլուխ 20 խոսքից կուզենամ կարդամ։ Գրված է հետեւյալը. Խաղության Աստվածը, որ մեռելներեն հարուցանես մեր Տեր Հիսուսը, որ հավիտենական ուխտին արյունովը ոչխարներուն մեծ հովիվն է, ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատե։ Ամեն բարի գործի մեջ ինչ անի հաստատե ասում է։ Իր կամքը անելու եւ ձեր մեջ իր արչեւ հաճելի եղածը ընե Հիսուս Քրիստոսին ձեռքով, որում փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Ուշադրություն դարձրեք հերթականությունը ու ասենք ինչ ձևի ասում։ Տեր Հիսուս, որ հավիտենական ուխտին արյունով ոչխարներուն մեծ հովիվն է, ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատե, այսինքն երբ որ դու հաստատվեցիր, դու դրա մասնակիցն ես ելնում, դրա հաղորդն ես ելնում, դրանով մեկ ես ելնում։ Եվ շարունակությունը իր կամքը անելու, իր կամքը անելու համար եւ հիշում եք ասում եւ Տիմոթեոսի մեջ ասում է հետեւյալը, որ ամբողջ գիրքը Աստծո շունչն է, չէ, եւ օգտակար է սովորացնելու, հանդիմանելու, շտկելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսի Աստծո մարդը կատարյալ ըլա եւ ամեն բարի գործի համար ինչ եղած պատրաստված։ Եվ Աստված ինքը ուզում է ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատե իր կամքը անելու եւ ձեր մեջ իր արչեւ հաճելի եղածը ընե Հիսուս Քրիստոսին ձեռքով։ Ձեր մեջ իր հաճելի եղածը անե Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ինքը ճարտարապետն է, իր ձեռքով։ Տեր, ո՞նց ես դու ուզում ես ելնեմ։ Ես ուզում եմ այտենց ելնեմ։ Ուրեմն Հիսուսը պիտի անի, իր ուզած ձևով պիտի լինի։ Դրա համար ես էլ պիտի լսող ելնեմ, պիտի իր երեսը փնտրող ելնեմ, ոնց որ ասվեց էր նաև եղբայրների միջոցով էլ։ Շատ կարևոր է, որպես ես իրան փնտրեմ, զիս փնտրեցեք, որպեսի ապրեք։ Իր կյանքի համեմատ, իր կամքի համեմատ էլ ես պետք է քայլեմ, որպեսի իր ձեռքով, որ իր ձեռագիրը տեղ երևա իմ ու քո կյանքի մեջ։ Ուրեմն ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատե իր կամքը անելու եւ ձեր մեջ իր արչեւ հաճելի եղածը ընե Հիսուս Քրիստոսին ձեռքով, որում փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Թող Աստված փառավորի եղբայրներ քույր ջան։ Աղոթ կանենք եղբայրներ առաջ։